Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալում լարվածությունը հասնում է իր գագաթնակետին, այնինչ տեղի է ունենում Բագրատի թաղմանորն արդեն ոչ թե պարզապես դրամա է, այլ ճակատագրական շրջադարձ բոլոր կերպարների համար։ Գերեզմանատունը, որը պիտի դառներ հրաժեշտի և լռության վայր, վերածվում է սարսափելի ողբերգության տեսարանի։ Լիլիթը ծանր հոգեվիճակում զենք ուղղում է Աննայի վրա։ Այդ կրակոցը կարծես արձագանքն է բոլոր տարիների կուտակված ատելության, խանդի և չներած ցավի։ Կրակոցից հետո Աննան ընկնում է գետնին, խուճապ, ճիչեր, սարսափ և, իհարկե, այս ամենը դիտարժան է դառնում Լիլիթի հոգեկան աշխարհը խանգարված լինելու ֆոնին։ Բնականաբար Աննային շտապ տեղափոխում են հիվանդանոց, որտեղ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Կփրկվի՞ արդյոք Աննան։ Այս հարցն է հիմա հուզում բոլոր հեռուստադիտողներին։ Աննան դեռ չի հասցրել ապրել իր մայրական երջանկությունն ամբողջությամբ, չի հասցրել գրկել Անգելինային այնպես, ինչպես երազել էր տարիներ շարունակ, չի հասցրել ասել այն խոսքերը, որոնք այդքան երկար պահել էր իր սրտում։ Ժամանակը միայն ցույց կտա՝ կկարողանա արդյոք նա դուրս գալ մահվան սահմանը, գծից կբացվեն արդյոք նրա աչքերը հիվանդասենյակում և, ամենակարևորը, կկարողանա արդյոք գրկել իր դստերը։ Հեռուստադիտողների մի զգալի հատված վստահ է, որ այս ողբերգական պահին հենց Միքայելն է դառնալու ճակատագրական կերպարը։ Կան ենթադրություններ, որ նա իր կյանքի գնով է փրկել Աննային։ Միքայելի կերպարը միշտ էլ եղել է հակասական։ Հեռուստադիտողները անչափ սիրում են Ստեփան Ղամբարյանին, ով հեռուստասերիալում մարմնավորում է Միքայելին։ Միքայելի խաղը, հումորը հեռուստասերիալին տալիս է իսկական համ ու հոտ։ Բայց նա տարիներ շարունակ մեղքերի մեջ է եղել, խաբել է, թաքցրել ճշմարտությունը, կոտրել մարդկանց ճակատագրերը։ Բայց վերջին սերիաներում պարզ է դառնում, որ նա ներքուստ տառապում է, և ամենացավոտը նրա համար Հենրիի ցավն է։ Շատերը կարծում են, որ հենց գերեզմանատանը, երբ Լիլիթը զենքն ուղղում է Աննայի վրա, Միքայելն է կանգնելու նրա առաջ ու կրակոցի մեծ մասն իր վրա է վերցնելու։ Հեռուստադիտողներն արդեն տեսել են կադրերը, որտեղ երևում է, որ գերեզմանատանը ներկա է նաև շախունցների ընտանիքը՝ Հենրին, Միքայելը, Հենդոն։ Հեռուստադիտողները կարծում են, որ Միքայելը պետք է ինչ-որ ձևով իր մեղքերը քավի և, հավանաբար, սցենարիստը որոշել է Աննայի փրկության գնով Միքայելին դրական կերպար սարքել։ Հեռուստադիտողները ցանկանում են, որ Միքայելի կերպարը գոնե ավարտին ունենա դրական գիծ, որ նա չհեռանա սերիալից միայն որպես բացասական հերոս, որ իր վերջին քայլով կարողանա փրկել մեկ կյանք, թեկուզ իր կյանքի գնով։ Այս վարկածը հատկապես ուժեղացավ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Միքայելի կերպարը մարմնավորող դերասան Ստեփան Ղամբարյանը մեկնել է արտերկիր։ Շատերի համար սա ակնարկ դարձավ, որ կերպարի պատմությունը մոտեցել է ավարտին։ Եթե այս սցենարն իրականություն դառնա, ապա Միքայելի մահը կլինի ոչ թե պատիժ, այլ քավություն, քավություն իր բոլոր մեղքերի համար։ Դիանա Գրիգորյանի սերիալներում ոչինչ պատահական չէ։ Ամեն կրակոց, ամեն լռություն, ամեն հայացք ունի իր նշանակությունը։ Արդյոք Աննան կփրկվի, արդյոք Միքայելն իրոք կզոհաբերի իրեն, թե սցենարիստը բոլորովին այլ շրջադարձ է պատրաստել։ Մի բան հստակ է՝ վերջին զանգը սերիալը մոտենում է իր ամենացավոտ ու ամենալարված հանգուցալուծմանը, և առաջիկա սերիալները կլինեն այնպիսիք, որ ոչ մեկին անտարբեր չեն թողնի։ Շարունակությունն առաջիկա սերիաներում, իսկ թե երբ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, կիմանաք, եթե հետևեք մեր ալիքին ու չմոռանաք բաժանորդագրվել, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիրի մասին առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը, և իհարկե, որպեսզի տեղեկանաք նոր սերիալների, սերիալներում կատարվող փոփոխությունների, շոու-բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ չմոռանաք գրել, թե ինչ եք կարծում, արդյոք իսկապես Միքայելն իր կյանքի գնով կփրկի Աննայի կյանքը։
Շատ լավ երևում է, որ Հենրին բավական ծանր վիճակում է հայտնվում։ Իհարկե դա բնական է, քանի որ անկախ ամեն ինչից նա Աննային սիրում է հարազատ մոր նման, և իր այդ կարգավիճակը բնական է, եթե նույնիսկ Աննան միայնակ լիներ այդ վիճակում, բայց հեռուստադիտողները Հենրիի վիճակը տեսնելով մտածում են, որ նա կորցրել է հորը։ Արդյոք գերեզմանատանն իսկապես Միքայելը կկանգնի Լիլիթի ու Աննայի մեջտեղում ու իր վրա կվերցնի կրակոցներից մեկը։ Դե ինչ ամենահետաքրքիրը սպասեք շատ շուտով։ Միացեք մեր ալիքին, տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ գրեք ձեր կարծիքը, իսկ հեռուստասերիալում իրադարձություններն էլ ավելի են լարվում։ Լիլիթը խոստանում է, որ Աննային ու Սոսին երբեք հանգիստ չի թողնի ոչ ոքի, բնականաբար, քանի որ նա չարացած է, ու պարզ դարձավ, որ նույնիսկ Բագրատին նա սպանեց։ Բագրատին, ով չնայած ամեն ինչի պաշտպանում էր դստերը, չնայած որ դեմ էր դուրս գալիս մյուս դստերը, բայց միևնույն է, նա երբեք Լիլիթին մենակ չթողեց, երբեք չկանգնեց Աննայի կողքին ու չհասկացավ, որ Աննան էլ նրա կարիքը շատ ունի որպես հայր։ Դե ինչ, գրեք ձեր կարծիքը, կիսվեք ու քիչ անց մենք հետաքրքիր տեսանյութով հանդես կգանք։